Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի երեկո։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ռազմական բյուջեն այս տարի կրճատելու են, մինչդեռ 24 թվականին 25-ի համար հայտարարել են, որ ավելացվելու են եւ դեռ շարունակելու են ավելացնել։ Եվ դա համընկավ նաև նրա հետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ բանակը չի կարող լինել անվտանգության ապահովման համար մեկ երաշխիքը եւ պլյուս դրան ծառայության ժամկետն էլ կրճատում են, դեռ հաստատված չէ, բայց ապագայում պլանավորում են, եթե իհարկե օրենքն ընդունվի։ Դուք այս մի քանի իրողությունը կապում եք մեկը մյուսի հետ եւ համարում եք, որ իրոք բանակը չպետք է լինի պաշտպանության մեր միակ եւ առաջին միջոցը եւ այս ռազմական բյուջեի կրճատումը ինչի է բերելու եւ մենք արդյոք ունենք այնքան այսպես ասած միջոցներ, որ այսպես վստահ կրճատում ենք ռազմական բյուջեն։ Կարծում եմ մենք ճարացյալ ենք դա անելու, եթե անենք, դա անելու ենք թուրքերի բնդմամբ, թուրքերի ազդեցության տակ, մեր բարի արևանների երկու կողմանի դե ով չի իմանում օկուպացված արևմտյան Հայաստանում բում դրած Թուրքիան մեր հետ քաղաքականության մեջ ինքը ոչ թե հանդեսագալի իր շահերից ելնելով, այլ ինքը դուրս է գալի պայմանական Ադրբեջան 2 որպես եւ Բաքվի հանրապետությունը երկու կողմից, ասենք, տարբեր բերաններով իր կամքն է թելադրում։ Կարծում եմ իրանց ուժի սպառնալիքի եւ ճնշման տակ է այդ որոշումները ընդունվելու։ Որոշակի երաշխիքներ երևի ստացել են, բայց այդ երաշխիքները ոնց տալիս են, այտենց էլ կարում են հետ վերցնեն կամ անտեսեն։ Նույնիսկ թղթի ստորագրությունը, որ մատուցվում էր որպես խաղաղության թուղթ, դա բնական է խաղաղության թուղթ չէր, դա ես լսել եմ Շինգավիթում մի հատ տղա կա, ում աղբերը տեսել է ոնց են կոկա-կոլա խմում։ Այտենց բան կար, հանակ կար 80 թվականներին։ Այտենց մի հատ բան է, բայց եթե նույնիսկ հենց խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եթե իր տակ չլինի ռեալ ուժ, մնացած բոլոր երաշխիքները չեն աշխատում։ Ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Բաքվի հանրապետությունից վախեցավ եւ չմիջամտեց Արցախի հայաթափմանը, հա? Ինչ-որ մեկին թվում է, թե Ռուսաստանը ասես պոչը քաշած ոտերի արանքը ծլվլալով փախավ։ Իհարկե ոչ։ Ինչ-որ պայմանավորվածություններ ա եղել, որից ելնելով, ասենք, ռուսական զորքերը իրանց այդպես են պահել։ Հաստատ իրանց թուրքերից չվախեցան։ Միջուկային երկիրը չի կարա թեկուս բանա առավոտի ծիրիգուն սպորտզալում պարապող, ասենք, փոքրիկ շնից վախենա։ Մի հատ Կրիլովը այտենց առակ ուներ բանա Փիղը եւ Մոսկան։ Հաչում է, ասենք, Փիղը ուշադրություն չի դարձնում, Մոսկային էլ թվում է թե ինքը հաղթել։ Այդ նման իրավիճակ է, էլի։ Կարճ ասած, այդ մենք ճնշման տակ ենք գտնվում դեռ 20 թվականի նոյեմբերի ազդեցության տակ ենք եւ 23 թվականի սեպտեմբերի ազդեցության տակ ենք։ Եվ այդ ազդեցությունը մենք օրեցօր կարող է ավելի շատ մեր վրա զգանք։ Որովհետեւ արդեն Զանգեզուրի եթե կարիդոր չի տրիպնա ու այդ տրիպերները բանա ով տրիպի կողմնակիցներն են կռիվ են տալի որ բանա դա կարիդոր չի բայց թուրքը դրան կարիդոր է ասում ու իր էությամբ ինքը ավելի կարիդոր է այդ ոչ կարիդոր տրիպը քան Սուվալկսկի կարիդորը որը Բելարուսիայից դեպի Կալինինգրադ երկաթ գծով եւ ավտոճանապարհ է տանում։ Հաստատ այնտեղ ավելի խիստ է պայմանները ռուսական, ասենք, տրանսպորտի միջոցների համար, քան ստեղ է լինելու, որ կարիդոր չի, բայց ստեղ ավելի նուրբ է լինելու։
երևի բանա էլեկտրոնային դիտումից բացի ուրիշ ֆունկցիաներ չկատարենք, էլի, որովհետև մնացած բոլոր խոսակցությունները, որ տարվում է, ասենք թուրքերի կողմից չի հերկվում։ Ռեալի մեջ էլի։ Մեր մոտ է հերկվում, բայց թուրքերի հետ խոսալուց չի հերկվում։ Օրինակ հերկեց, որ դա կարիդոր չի կոչվում, դա կոչվում է տրիպ, չէ՞, Չինաստանում, Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Բայց մնացած հարցերում ոչ մի հերկում, այտենց լուրջ ացիաններում, ոնց որ ասենք Հայաստանի վարչապետ ինստիտուցիան արել, չկա այտենց հերկումներ։ Պաստորեն բանակի թվի պակասեցումը, իսկ դա բանակի թվի պակասեցումը, բյուջեի պակասացնելը զինված ուժերի հաշվի առնելով, որ զենք զինամթերքը թանկացել է, ռուս-ուկրաինական պատերազմը այսքան տևում է, ասենք տևական քանի տարի արդեն 3 տարի ու կես, չէ։ Այս 3 տարի ու կես ընթացքում Ռուսիայի ռուսը եւ Ուկրաինայի ռուսը սպառեցին Եվրոպայի նախկին սովետական միության սաղ պայեսները սպառեցին։ Գները թռել բարձրացել է։ Փաստորեն գինը իջացնում ես, բյուջեն իջացնում ես, բայց ապրանքը թանկացել է։ Մի քիչ նոնսենս կա, էլի։ Այդ նշանակում է դու եթե չիջացնեիր, մեկը ավելի քիչ էիր կարողանալու առնել, բայց հələ մի հատ էլ իջացնում ես, ավելի քիչ ես կարող առնես։ Մեր բնակչությունը 3 անգամ քիչ է Բաքվի Հանրապետությունից, ել չասեմ, ասենք Թուրքիայի Անկարայի Հանրապետությունից, եւ զինված ուժերը քչի պայմաններում պակասացնում ենք։ Կարա ֆինանսական բան լինի, բաղադրիչ լինի, որ բյուջեն լուրջ խնդիրներ ունի, տնտեսությունը հաշվի առնելով տարեկան միջինը 1 միլիարդ փող պարտքի տակ մտնելը, դա ֆինանսական մասնագետները պետք է խոսան, ես չի որ դրա մասին պետք է ասեմ, բայց այդ միլիարդը մեզ պիտի հուշի, որ տնտեսական անկում ապրում Հայաստանի Հանրապետությունը։ Այդ անկման բարձրն են այդ միլիարդները, երբ որ վեկալում են եւ բարձր տոկոսով $700 միլիոն, ասենք, պարտքի տեղադրելը, որ արևմուտքում կարծեմ Անգլիայում տեղի ունեցավ, դա բարձր են բանը, որ այդ անկման ժամանակ ոդ ձեր գլուխ չջարդես, էլի, ասենք, պատերին դիպչելով։ Կարա այդ նպատակը լինի, կարա, իսկ կարա երկուսն էլ իրար հետ համընկնի, իհարկե կարա։ Եվ երկուսի իրար հետ համընկնումը բերելու է դրան, որ մենք լինելու ենք ավելի անպաշտպան, եթե լինենք այսօրվա նման, երեկվա նման, 10 տարի առաջվա, 5 տարի առաջվա, 10 տարի առաջվա, 20 տարի առաջվա նման հիմար։ Ինչի հետ եմ հասարակությունը պետական կառավարման, ասենք, եւ պետական տարբեր մարմինների ֆունկցիաներից հեռու բրթելը, ես եմ մեծավորը, ես գիտեմ ինչ անեմ, հանգիստ նստեք տեղները, բան չէ, այտենց կարաս անես ամեն ինչի հարցում, բացի այս պայմաններում, որ ստեղծվել է, ասենք, վերջի 100 քանի տարվա մեջ, ցեղասպանված հայ ժողովուրդ եւ ցեղասպան 2 շրջապատող մեծաթիվ, ասենք, հարևաններ։ Այս իրավիճակում միայն ու միայն ազգ բանակ կանգնացնելով համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգ ստեղծելով։ Դա չենք անում։ Մենք խոսում ենք, որ ուզում ենք անել։ Խոսալը դա ոնց որ բան է, որ ասում է հալվա, հույսով որ բերնիդ մեջ կքաղցրանա։ Կարա ինչ որտեղ, եթե յոգայի sense ինչ որ կամ ձեն բուդդիզմի թույն մասնագետես, sense բաներ անես, կարող է, բայց հիմնականում չի լինում քաղցրացում, էլի ասենք, եւ շաքարը մարդու օրգանիզմի մեջ չի ավելանում եւ ինսուլինը ստիպված չի լինում հարցակվի այդ շաքարի վրա։ Կարճ ասած, դա ռեալ չի։ Եվ մենք այդ թուրքերի ազդեցության տակ միակ ձևը, որը որ մեզ ավելի կուժեղացնի եւ թույլ չի տա, ասենք, թուրքերի ազդեցության տակ բյուջեի պակասացնելը, բանակի կրճատելը, որոշ սպառազինություններից հրաժարվելը։ Այդ ամեն ինչը, ասենք, կմեղմես, եթե ազգ բանակ կառուցես։ Եթե Հայաստանի Հանրապետությունում
բոլորը իմանան ինչ են անում կրիզիսի ժամանակ, դա լինի պատերազմ, երկրաշարժ, ատոմակայանի, չգիտեմ, տեխնոգեն ինչ-որ կատաստրոֆա, երբ որ բոլորը գիտեն ու գիտեն ոչ թե գլխով, այն որ էշ թուղթ են կպցնում, դա բոլորին է վերաբերվում, ով որ մենակ թուղթ կպցնելով է, էլի, ասենք զբաղված, բոլորը էշ են, ում մոտ գրած է, այսինքն հրդեհի դեպքում այստեղից կօգտվես, բայց միայն գրած է ու ով որ այստեղից պետք է օգտվի այս բանը երբեք չի կարդում, երբեք պարապուկ չի անցնում, ով որ պարապուկ չի անցկացնում, մենակ կպցրել է ու համարում է, որ ինքը մարդկանց կյանքի համար իր պատասխանատվության բաժինը բավարարել է, ինքը էշա կամ էլ սրիկ է, մարդկանց կյանքի վրա անտարբեր, փողին մունատ, գլխավորը փող ու դեմ ամեն ինչը իր անունով կոչենք, էլի ես մեկ կոպիտ բառեր եմ ասում, բայց թող իմանան, որ իրանք սրիկա են, ով որ իրանք կլիենտների, աշխատողների կյանքի մասին անհրաժեշտ գործողությունները չեն արել, չեն մտածել եւ անհրաժեշտ գործողությունները չեն արել, որ անվտանգ լինի ցանկացած իրավիճակ իրանք ենթակաների կամ իրանք հյուրերի հետ կապված, ասենք, իրենց իշխանության տակ եղած շենքում կամ տարածքում կամ երկրում Հիմա մենք ազգ բանակ այդ համապարփակ անվտանգային համակարգը եւ պաշտպանական համակարգը միայն խոսում ենք դրա մասին։ Եթե մենք դա ունենանք, եթե ոնց հասկանում եմ միայն խոսալով այդ հալվան է, էլի հələ որ այդ քաղցրությունը հələ որ չի երևում։ Եթե մենք դա ունենանք, մեր համար բանակի կրճատումը անգամ մինչև մի տարի տենց կատաստրոֆիկ չի կարա լինի, ինչքան կարա լինի մի ամսով զինվորական ծառայությունը պակասացնելը ոչ թե 6, եթե համապարփակ անվտանգային համակարգ չկա, եթե այդ համակարգը լինի մի տարով անգամ կրճատելը, այդքան բանա վտանգավոր չի լինելու ու կործանարար չի լինելու, եթե չունես անվտանգային համակարգը, որտեղ ամեն արտադրող գիտի ինչ է անում պատերազմական դրության վաղ, որ հացիփուր աշխատացնողը հաց թուխը գիտի, այս հացը որտեղի համար է թխում, ով է իրան բերելու ծորենը հասցնի, ու որ ժամին է բերելու, ինքը զանգում է, ասենք ասում արա, այ մերզավեց, նենց չի էլի, ասենք քաղցր աշկերիդ համար եմ ես քեզի բարև լուսանում, դու պարտավոր ես խոսքի 60 պարկ ալուր բերել, հասցնել, ասենք բանից ալրաղացից, որ ես հացը թխեմ, տամ այսքանը մանգապարտես, այսքանը ստեղ, մի 10 պարկ էլ, ասենք վաճառքի ունենամ։ Բոլորը պիտի, դա բավականին բարդ աշխատանք է, ես հասկանում եմ, հիմա խոսալու դարա, աշխատելու դար չի, բայց էդի կարա լինի ամբողջ երկրագնդի համար, բայց ոչ մեր համար, մենք վտանգված ենք, մենք էգզիստենցիալ սենց վտանգներով ենք շրջապատված, մենք ցեղասպաններով ենք շրջապատված, որոնք մեր մեջ տեսնում են դատարանում իրանց դեմ միակ վկային, որը դատախազը կարա հրավիրի եւ իրենց համար ոչ դրական որոշում դատավորը ընդունի։ Այդ կինոներ նայեք, էլի մաֆիան ինչ է անում, ասենք վկաների հետ, որը կարա իրանց եսիմուր փորը տա։ Վերացնում է։ Հիմա նույն վերացման ճանապարհին ենք մենք, եթե չլինենք ազգ բանակ։ Երկրի վարչապետը հայտարարում է, որ եթե քո անվտանգության ապահովման առաջին գլխավոր գործիքը բանակն է, ապա դու չունես անվտանգություն։ Ամբողջությամբ համաձայն եմ այդ։ Ամբողջությամբ բանակը եւ ուժայինները մեր բնակչության 2%-ն են։ Ինչի՞ պետք է անվտանգության մասին մենակ 2%-ը։ Բա համապարփակ անվտանգային համակարգը հենց դրա մասին է, որ բոլորս պիտի լինենք դրա մասը, բոլորս։ Երեխաներն ու ծերերն էլ պիտի իրանց գործը իմանան, որ անվտանգային համակարգին չշեղեն իրանց մյուս ֆունկցիաները կատարելուն։ То есть երեխան պիտի ճիշտ ձևով գլուխը կակալ պայելով, ասենք, պատի տակով դուրս գա այնտեղ, որտեղ իրան թոշակառու բիձեն, ասենք, որ տրանզիտով կամ պազիկ ավտոբուսով դիմավորում է, նստեցնում է ավտոբուսը, այդ բիձեն էլ չի եթում մարդի դաշտ, էլի, այս երեխեքի էվակուացիայով բիձեկն են զբաղվում, տատիկներն ու պապիկները, եւ իրանց էվակուացնում են նախորոք,
կառուցված, թուրքերի կրակից հեռու, իրանցից ուղիղ դեպի, ասենք, լորի տանող ճանապարհով, որպեսզի այդ երեխեքը հանգարց չխոցվեն, որ երեխեքի էվակուացիան թույլ կտա քեզ իր ծնողներից պահանջես, ասես աննասուն, ես ուր ես վազում, ոնց ուր, այդում եմ երեխեքից տիրուց, հոп, անվտանգային համակարգը քո երեխեքի մասին արդեն հոգացել է, քո երեխեքը արդեն վաղուց լորիում են, բանի Դիլիջանի կամ Կիրովականի մատույցներում մի հատ ճամբարում այս պահին, ասենք, զիլինային խաղում, մնա պաշտպանի, ասենք, քո երեխաներին ստեղից, իրանց վտանգ չկա, համենայն դեպս ավելի շատ չի վտանգները, քան, ասենք, Երևանի կամ Կիրովականի երեխեքի, էդ է անվտանգային համակարգը, իսկ եթե մենք ոչ նա ունենք, այս մեկն էլ ուզում ենք կրճատել, դե արդեն ինքնասպանություն է, լավ ինքնասպանություն չի, որտեվ կարող է ինչ-որ մեկը բռնաբարիչ, ասենք, բանը, մորթողը, կարող է ասել, չոր ինչ մորթել արա, պրոստը մի քիչ կբռնաբարեմ, ասենք, կարող է էտել չանեմ, կարող է հավես չունենամ այդ պահին, չէ էտել չեմ անի, խոստանում եմ ազնիվ բռնաբարիչի եւ գենոցիդալ, ասենք, հակումներ ունեցող մարդու խոսք, կարող է տենց երաշխիքներ ունեն, կարող է, ինչ ասեմ, հակառակ դեպքում դա ինքնասպանություն է, այո, ասում են, որ արդեն խաղաղություն է եկել, թեև դեռ չեն ստորագրել բուն փաստաթուղթը, եղել է միայն նախաստորագրում, բայց հիմա ամեն մի հարցինի պատասխան նշում են, դե որ արդեն խաղաղություն է, մենք կարող ենք խաղաղվել, ամեն մեկս մեր գործով զբաղվել եւ չգրգռել թշնամուն, այդպես առանց զգոնության շարունակել ապրել։ Դուք ինչ եք կարծում այն երկրները։ Ես ոչ մի բան չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ էշ են Իսպանիայի, Պորտուգալիայի ղեկավարները, մաքուր էշ են, խորհուրդներ չեն հարցնում մեր ղեկավարներից։ Էշա Ֆրանսիայի ղեկավարը, այդքան հեռու Ռուսաստանից լինելով, Ուկրաինայի մարտի դաշտից, իրանք իրենց ռազմական բյուջեն ամրացնում են, իրենց ռազմական գերատեսչությունը բաց հայտարարում է, որ ասենք պիտի ժամկետային զինծառայությունը վերադարձնենք, եւ զինվորականները գրեթե բոլոր արևմտյան երկրներում ամիսը կամ 2 ամիսը մեկ ուղղակի քայլում են բնակչության մեջ, որ բնակչությանը սովորացնեն իրենց զինվորականներին ռազմական համազգեստով տեսնել։ Իրանք էշ են։ Եթե իրանք մի գրամ խելք ունենային, այդ ընտիր խելամիտ հայտարարություն անողներից կեթային խորհուրդ կարծնեինք, ասենք, բանը դադարենք էշ լինել, չամրացնենք մեր պաշտպանությունը, զենք չառնենք, բանը չծառայությունը հետ չբերենք ժամկետային, ինչ խորհուրդ կտակ, հանճարներ, չգիտեմ, ինձ թվում է դա պատասխան է, այլ հա, իդեպ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ լարված National Guard-ը, то есть ազգային պահպանության զորքերը լարված դասընթացներ եւ պարապմունքներ չեր անցկացնի։ Տրամփն էլ է շա, նատուրի էշ են, այս երկրագնդի վրա բացի մեր ղեկավարությունից բոլորը էշ են։ Բոլորը։ Սա ինչ-որ ձևով ինչ-որ պատերազմի են պատրաստվում, մտածում են լավ պատրաստվենք, որ պատերազմը մեզ շրջանցի, չեն հասկանում, որ ճիշտը վատ պատրաստվելն է կամ չէ պատրաստվելն է, փող չէ ծախսելն է, բնակչությանը չէ նախապատրաստելն է, լեզու չէ գտնելը օպոզիցիայի հետ, ամենը ճիշտը դա է, որովհետև դա քեզ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերի մեջ է պահում, մեր ուժը մեր թուլության մեջ է, այդպես բան ասել սրանից 30 տարի առաջ առաջի ղեկավարը Հայաստանի Հանրապետության անկախ երևի միջև հիմա ասենք իր գուրուին լսում է այսօրվա ղեկավարությունը, երևի էդ է պատճառը։ Իսկ պարոն Վարդանը, որ երկրի մոդելով պիտի առաջնորդվենք, որպեսզի համեմատաբար պաշտպանված լինենք էլ ավելի։ Պիտի մերը ստեղծենք, բայց հաշվի առնենք ուրիշների փորձը։
Ֆինական փորձը ամենամոտիկն է մեզ իր կառուցվածքով, իր ազգային մենտալիտետով, Ֆինլանդիան ազգ բանակ կառուցել բավականին կարճ ժամկետում եւ ոչ վաղ անցյալում, շվեյցարական փորձը մեզ էլի մոտիկա, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ ինքը ազգ բանակ կառուցել այն ժամանակ, երբ որ ազգային պատկանելությունը 2 կոպեկի արժեք չուներ։ Կարևորը կրոնական պատկանելությունն էր եւ ֆեոդալական դուքսերի ու թագավորների դեմ պայքարելուց միավորվել էին տարբեր 3-4 ազգ, բայց 19-րդ դարում ազգային վերելք ապրած Ֆինլանդիան 20-րդ դարի սկզբում անկախանալով կառուցեց ազգ բանակ, որը իրեն թույլ տվեց մոնստր Սովետ միության հետ, իր հետ համեմատ, դա ինչ ասեմ, ոնց որ մենք ու Թուրքիան, միացյալ Թուրքիան, Բաքվի հանրապետության հետ միասին, կարողացավ հավասարի կռվել, քաղաքական պարտություն կրեց եւ քաղաքական պարտությունով ստորագրեց թուղթ եւ հանձնեց Վիբուրգը, բայց դրանից հետո գտնելով ուժեղ դաշնակցի հետ միասին, դրանից ընդամենը 2 տարի հետո հարձակվեց փոքրիկ Ֆինլանդիան մեծ Սովետ միության վրա, որովհետև ազգ բանակ էր կառուցում, դեռ չէր ավարտել, այնտեղ խնդիրներ ունենք մի քիչ տարբերվող լեզվամտածողության մեջ, իրանք մի քիչ սառը ժողովուրդ են, բայց դրա հետ միասին շատ վաղուց զենք ունենալու թույլտվություն ունեն, սրանից 100 տարի առաջ դեռ 100-ից մի քիչ ավել հայը զենքով դա կարար մահապատիժ լիներ, եթե մահապատիժ չի մի քանի տարով բերդ թուրքերի մոտ կամ Պարսկաստանում հայերը թուրքա կամ պարսկա հպատակ արգելվում էր իրանց զենք ունենալը, դրա համար ասենք իմ նախնիները երբ որ այդում էին իրանց հողերին տիրություն անելու, ընդ ժառանգություն ունեին ստացած թուրքա հպատակ տարածքում, քուրդ էին վարձում, որը որ 2-3 ատրճանակ էր իր վրա կրում, որ պետք եղած վաղ փոխանցեր, էլի, ասենք եթե հանգարց հարձակում լիներ, հատուկ քուրդ էին վարձում, որը որ զենք կրելու իրավունք ունի։ Իսկ ֆիներին զենքի թույլտվություն դեռ շվեդական թագավորներ տվեք կարծեմ 15 թե 16-րդ դարում։ Այդ բանով մենք տարբերվում ենք։ Բայց այդ զենք ունենալու մշակույթը հիմա ակտիվ մեր մոտ ձևավորվում է, ասենք մեր գումարտակի տղաները, ովքեր որ իրենց հետո համակիրներ միացան առաջի հայկական հասարակական հրաձգարանը ստեղծեցին, իրանց օգնությամբ բավականին ակտիվ ժողովրդի մեջ մտցվում է այդ։ Եվ օրերից մի օր այդ մշակույթը կձևավորվի մեր մոտ զենք ունենալու, որ զենքը ոչ թե դրա համար է, որ ասենք մոտիկիդ վրա կրակես, երբ որ բորբոքված ես, այլ որ պետք եղած վաղ պաշտպանես ընտանիքդ եւ ազգդ։ Այդ ֆիների մոտ դա կա։ Ձգտել է պետք, ֆինական մոդելը կարճ ասած լավն է, բայց բաներ կա, որ այնքան էլ մեր համար հարմար չի։ Ինքը ստրատեգիական խորություն ունի հետ նահանջի, մենք չունենք։ Արդեն չունենք, այլևս չունենք, որովհետև էշ թույլ տվեցինք Արցախը երաշխավորի օգնությունը չստանա, երաշխավորներից գլխավորը Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև ինքը ուներ երաշխավոր անվտանգության երկուսը։ Առաջ մի երաշխավոր ուներ Հայաստանի Հանրապետություն, իսկ 20 թվականին երկրորդը հայտնվեց։ Երկուսն էլ բան չարեցին։ Արդյունքում չունենք այդ խորությունը։ Հիմա ինչ արած։ Ունենք այն ինչ որ ունենք։ Դե ուրեմն երկիրը արդեն պետք է ամրոց անես։ Ամրոց դա արդեն նշանակում է, որ դու ոչ թե հույսը դնում ես խորության վրա, այլ պատերիդ հզորության եւ բարձրության վրա։ Երկիրը ամրոց պետք է լինի։ Ազգդ բանակ, որը որ ստրատեգիական խորություն չունի, ավտոմատ ստացվում է, ասենք, երկիրը ամրոցի վերածելով։ Ուրիշ ելք չունես։ Կարաս հաշվի առնելով մեր բյուջետի լուրջ խնդիրները,
տնտեսության անկումը, կարծում եմ, այդ ոնց որ ասում եմ, մասնագետներից ճշտելով, հաշվի առնելով այդ ամեն ինչը, մտածել ոնց անենք, որ ոնց որ զենքի մշակույթը պետությունը ոչ մի բան չի անում են հասարակական կազմակերպությունները։ Նույն ձևով բանակը կառուցելուց եւ երկիր ամրոց կառուցելուց հասարակական սեկտոր ներգրավվի։ Ամենակիչը իրանց չխանգարել, որտեղ հնարավոր է օգնել, թե էդի արհագին թեթևացնի բյուջեն անհրաժեշտ գործողությունները անելով։ Կարճ ասած, տարբեր ձևեր կա աշխատելու, նես չէ, ասենց ալարմիստական բաներ ես չեմ սիրում։ Միշտ ինչ որ ընտրություն կա։ Քրիստոսը ընդհանրապես քրիստոնեությունը մեզ ընտրության հնարավորություն է տալի ու բանական կենթանին ոչ թե դրանով է բանական, որ խոսում է, թութակն էլ է խոսում ու մեկ-մեկ իմաստավոր, այլ որ բանական է, մտածում է եւ քանի որ ինքը մտածում է, բանը դա բառ չի, էլի, դա միտքն է։ Քանի որ ինքը միտք ունի եւ մտածում է, իրան ընտրելու հնարավորություն է տված։ Նշանակում է դեռ ոչ մի բան կորցրած չունենք։ То есть կորցրած չի, դեռ ոչ մի բան ավարտված չի։ Այո։ Դեռ ապագա ունենք, ասենք, կառուցելու ու եթե վիզ դնենք, կկառուցենք, ոչ թե դեկլարատիվ ապագայից կխոսանք, այլ վիզ կդնենք։ Իսկ վիզ դնելը, ասեցի, որ ուղղությունն պետք է լինի։ Որովհետև մեր կողքը երկու կողմից մեկը 3 անգամ մեզնից շատ, մեկը 30 անգամ շատ բռնաբարիչներ են կայնած գլխով երեխեքի գլխով ֆուտբոլ խաղալու մոլուցքով վարակված։ Մենք թույլ կտանք, որ մեր մարմինը ապակինվի եւ մեր երեխաները սպանվեն։ Եթե թույլ չենք տա, ճանապարհը դա է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Շնորհակալություն պարոն Վարդանով զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ այս երեկոն իմ հետ անցկացրեցիր տաղավարում։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ հետախույզի օրագիրը հաղորդումն այսուհետ հնչելու է ամեն ուրբաթ։ Շարունակեք մեզ լսել։